Ես փորձեմ ամփոփել այսօրվա բանախոսների ելույթները, ինչքան էլ որ դա կլինի կրկնություն։ Ուրեմն այստեղ բազմաթիվ բանախոսներ ձուղակի մասին խոսացին։ Ես կասեի մի ձուղակ, որը Սերժ Սարգսյանը ինքը իր համար ստեղծել է։ Այսինքն այս դեպքում աղվեսը երկու թաթերով է ընկնում ձուղակի երևույթին մենք ականատեսն ենք լինելու։ Այսինքն նա դարիներ մոգոնել է, թե ինչպես պիտի վերարտադրվի, սակայն նրա ծրագիրը իր մահկանացուն է կնքելու։ Դրանում ես համոզված եմ։ Ուրեմն այս առիթը, որ նա մեզ տվել է, աննախադեպ առիթը, որ մեզ տվել է, առաջին հերթին միավորելու է ամբողջ ընդդիմությունը, որը երկար տարիներ մեր երկրում այդպես էլ դժբախտաբար տեղի չի ունեցել։ Ես համոզված եմ, մինչև դեկտեմբերի 1-ը իսկական ընդդիմադիր գործիչները եւ ուժերը անպայման համախմբվելու են։ Եվ մենք շատ լավ գիտենք, երբ ընդդիմությունը համախմբվում է, ժողովուրդը ինչպես է ոգևորվում, որովհետև այդ պահանջը ժողովրդի պահանջն է։ Ուրեմն այս առիթը ևս մեզ հուշում է, որ ժամանակի իմաստով պետք չէ բաց թողնել։ Մենք չունենք մի տարի ևս սպասելու։ Մենք իրավունք չունենք այս առիթը բաց թողելու։ Եվ այս տարի իսկ այս ռեժիմի վերջը պետք է լինի, ինչպես այստեղ գրված է, պետք է ոչնչացնել հանցավոր ռեժիմը։ Հասկանում ենք մենք, այսօր երբ մեր ժողովրդին հրավիրում ենք հրապարակներ, թե դա ինչպես դժվար գործ է։ Հասկանում ենք, մեր ժողովուրդը կորցրել է իր հավատը, կասեի ամեն ինչի նկատմամբ, ոչ միայն ընդդիմադիր ուժերի եւ գործիչների, այլ ամեն ինչի։ Բայց մենք աշխատելու ենք, ինչքան նաև ես համոզված եմ, որ մենք այդ հավատը կարողանալու ենք վերականգնել մինչև դեկտեմբերի 1-ը։ Վերջապես տեղի է ունեցել մի համախմբում, այստեղ մենք հավաքվել ենք այնպիսի գործիչներով, որոնց չի միավորել իրենց կազմակերպությունները, կուսակցությունները կամ իրենց գաղափարախոսությունները։ Մենք միավորվել ենք առաջին հերթին գիտակցելով մեր երկրի օրասական վիճակը եւ միավորվել ենք առաջի անգամ լինելով վերգուսակցական դրամապանությամբ։ Ես կասեի այս սկզբունքն է, որ գոդրելու է հակառակորդի ողնաշարը։ Ուրեմն մինչև դեկտեմբերի 1-ը մենք անպայման պիտի կարողանանք ժողովրդի մեջ հավատը վերականգնել։ Նաև նրա համար, որ այս անգամ այս հարթակում հավաքված մարդիկ այնպիսի մարդիկ են, որոնք երկար տարիներ չեն գոդրվել, որոնք ձեր բոլորի աչքի առաջ ենթարկվել են հալածանքի, խոշտանկման, թանաքահարման, հրտեհման, փանդարգության, ազատազրկման, բայց ի հեճուկ հակառակորդի մենք մնացել ենք մեր թիրքերում, ովքեր կարծում են, որ մենք հալածյալի վիճակում լինելով նահանջել ենք, չարաչար սխալվում են։ Մենք կանք այսօր եւ ինչ նպատակ որ մեր առաջ դրել ենք, դա իրականացնելու ենք։ Ուրեմն, ինչպես բոլորը շեշտեցին, դեկտեմբերի 1-ը պիտի լինի այն օրը, որը սկիզբ պետք է տրվի այս ռեժիմի վերջին։ Այո, կան բազմաթիվ առաջարկներ, սակայն շատ կարևոր է այդ առաջարկների որ առաջարկն է վերջիվերջո ժողովուրդը ընտրելու։ Այո, որոշումը ժողովուրդն է լինելու, սակայն այդ համաժողովը իր նպատակին ծառայեցնելու համար առաջին հերթին պետք է ժողովուրդը լցնի հրապարակը։ Սա մեր հորդորն է, մեր խնդրանքն է, մինչև դեկտեմբերի 1-ը բոլորս մեր շրջապատին պետք է անպայման հորդորենք։ Ես իմաստավոր է գոչ կանեի երիտասարդության,
Ես վստահ եմ, որ այս պահին իսկ երիտասարդությունը ուղիղ եթերով մեզ հետևում է։ Ես վստահ եմ, որ երիտասարդությունը սպասում է այն վճռական պահին, որ դուրս գա դեպի փողոց։ Ես խոստանում եմ այդ վճռական պահը։ Երիտասարդություն, սպասում ենք մենք ձեզ փողոցներում եւ հրապարակներում։ Ես կոչ կանեի նաեւ բոլոր մեր երկրից դուրս գտնվող աշխատանքում գտնվող դղամարդկանց, հիմնականում դղամարդկանց, վերադառնան մինչև դեկտեմբեր 1, վերադառնան եւ միասին վերջապես կարողանանք վերջակետը դնել այս ռեժիմին։ Եվ խոսքս ամփոփելով կասեի, գեցե այն պայքարը, որը մեզ բարգեւելու է ինքնիշխան Հայաստան։ Գեցե